Ես սեր եմ տալիս եւ սեր պահանջում, ես խեղդվում եմ առանց սիրո, ես չեմ վախենում սիրել։ Խոստովանում է նա, ապահովելուն, որ տեսակն է այդպեսին, համարձակ, անվախ եւ անկանխատեսելի։ Իսկ երբ որ հասնի նա քեզ մոտ, սեղմի զանգը, նա քեզ կպատնի համառոտ, ողջ իր կյանքը, նա կասի հանգիստ առանց քեզ, կար միայն կարոտ, փորձեցի ապրել առանց քեզ, չստացվեց ինձ մոտ։ Բարև ձեզ Նարա, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հաղորդմանը մասնակցելու հրավերը։ Ողջույն Լիլիթ ջան, ինձ էլ շատ հաճելի է այսօր գտնվել ձեր տաղավարում։ Նարա, ես գիտեմ, որ դուք մեկ անգամ ասել եք, որ ձեր ասելիքը հասցնում եք լսարանին, երգերի եւ տեսահոլովակների միջոցով։ Այս մասին դուք հնչեցրել եք գրեթե 1 տարի առաջ տված հարցազրույցներից մեկում, երբ լրագրողները փորձում էին հասկանալ, թե ինչու եք լռում։ Սակայն անցել է 1 տարի, այսօր էլ կարծես թե նոր ստեղծագործություններ չկան։ Ինչ է ստացվում, ասելիք չկա, ցանկություն չկա, թե գուցե պարզապես իմաստ չկա այդ։ Ասելիք կա։ Գալիս է մի շրջան, որ լռելը ավելի լավ է, որ ասելիքդ հետո ավելի տեղին լինի։ Հայրենիք երգից հետո կամ ավելի վատը չեմ կարող ասել, իրեն հավասար ինչ-որ մի բան պետք է ասեմ, դրա համար դեռ կուտակման փուլն է ձեզ մոտ։ Արվեստը գիտեք ինչպիսի բան է, ես երբեք չեմ երգում երգելու համար, այո, ես երգում եմ, որովհետև իմ երգերի մեջ ասելիք ունեմ, ես կիսվում եմ, ես կարողանում եմ նույն կանանց հետ կիսվել, որովհետև ես ավելի կնոջ ուժեղ, ես ինչպիսին կամ և ես ուզում եմ կիսվել մարդկանց հետ այդ ձևով, տարածել իմ սերը, ես փորձում եմ հիմա գտնել ինչ-որ գեղեցիկ բան, շատ երգեր ունեմ, որը ինձ նվիրել են, ընթացքի մեջ են։ Չեք երգում, որովհետև չեք գտնում այն երգը, որը պետք է ներկայացնեք, կարող եմ ես ենթադրել։ Այո։ Իսկ այս դեպքում ինչ անի լսարանը, այն մարդիկ, ովքեր սիրում եւ սպասում են Նարային։ Դա շատ հաճելի է իհարկե լսելը, ես իհարկե աշխատում եմ դրա վրա, դա զորով չի, լսարանը չի կարող զորով դու սիրի իմ երգը կամ զորով ինքը հիթ դառնա, դրանք պատահական են, դրանք այնքան սրտանց, այնքան կյանք կա իրանց մեջ դրած, որ դրանք եթե մենք բոլորս իմանանք այս երգը լավ լինելու, հիթ լինելու, բոլոր երգերն էլ լավն ու հիթը կլինեին։ Նարա, շատ հաճախ մարդիկ, երգիչները, երգչուհիները, ովքեր տևական ժամանակ լուռ են մնում ստեղծագործական առումով, նրանք ասում են, որ հիասթափվել են մթնոլորտից, որում ստեղծագործում են։ Ինչից հիասթափվեմ։ Իմ ժողովրդից, ինքս ինձանից, ինչից հիասթափվեմ։ Դե հիասթափվողները նշում են, որ այսօր շոու բիզնեսը կամ երգարվեստ անվանենք այն վիճակում չէ, որ պետք է լինի։ Գնահատվում են այն երգիչները, ովքեր չպետք է գնահատվեն։ Բիզնեսի մեջ չեմ էլ եղել, դրա համար չեմ կարող այդ պոզիցիայից պատասխանել ձեզ։ Ես երբեք շոու բիզնեսի մեջ չեմ եղել, ես արել եմ այն, ինչ որ ես եմ ուզել եւ երբեք իմ երգերը, այսպես ասած, չեն վաճառվել, որովհետեւ Դուք երգել եք առաջին հերթին ձեզ համար։ Ես զբաղվել եմ արվեստով։ Սա արվեստ է, իսկ արվեստը շիրպատրեպ չի։ Բայց սա առաջին լռությունը չէր եւ այս մասին շատ է խոսվել։ Բոլորս էլ գիտենք, գաղտնիք չէ, որ ձեր երկրորդ ամուսինը։ Մենք այս թեմայի մասին եկեք չխոսենք, որովհետեւ բազմիցս անգամ խոսել ենք, արդեն անիմաստ է նույն բան ամեն անգամ խոսել։ Յուրաքանչյուր կնոջ համար ամենակարևորը ընտանիքն է, ընտանիքի հանգիստը, երբ որ կայացավ իմ ընտանիքը, ես կարողացա վերադառնալ իմ սիրած գործին։ Լավ, ինձ հետաքրքրում է, երբ որ դուք արդեն բեմում եք, երբ որ դուք արդեն կրկին զբաղվում եք արվեստով, ինչպես դուք եք նշում, ձեր սիրած մասնագիտությամբ, դուք ձեր ամուսնուց, ով դեմ էր ձեր որոշմանը երգելու, լսեցիք Գովասանքի խոսքեր, նա ասաց, որ Նարա, ինչ լավ է, որ դու կրկին բեմում ես։ Ես երբեք իմ հանդեպ Գովասանք ամուսնուս կողմից չեմ լսել, երբեք։ Երբեք ինքը ինձ չի ասել, որ ես գեղեցիկ եմ, երբեք չի ասել, որ իմ երգերը լավն են, երբեք ինչ որ ես իրան արել եմ, առանձնապես դա իր սրտով չի եղել։ Իսկ դուք այն կանանցից եք, ովքեր սիրում են, որ լսեն այդ խոսքերը, թե այդ խոսքերը կարող են փոխարինվել վերաբերմունքով։
շատ ինքնաբավ եմ եւ ինքնավստահ եմ դրա համար, եթե չեն ասում, դա չի նշանակում, որ ես ինքս չգիտեմ լավն ու վատը։ Լավ, երբ որ դաթարից հետո, երկար դաթարից հետո վերադարձաք եւ կրկին բեմում եք, ինչ եք զգում։ Չէ՞ որ դա ձերն էր, չէ՞ որ մինչ այդ դրան նախորդել են հյուրախաղերը, ձեզ ճանաչում էին։ Ես մտա կյանքի մեջ, ինչ էի զգում։ Ես լցվեցի կյանքով, ես սկսեցի ուրիշ տեսակի ապրել, ուրիշ գույների մեջ։ Դա անհրաժեշտ էր ինձ։ Դա իմ ապրելա կերպն է, ապրելա ձևն է, արտահայտվելու միջոցն է, լիցքավորվելն է։ Երբ նախապատրաստվում էի հարցազրույցին, տարբեր բացահայտումներ արեցի ինձ համար։ Բացահայտումներից թերևս առաջինն էր, այդ մասին խոսվել է, բայց ես տեղյակ չէի, որ դուք 16 տարեկանում ընդունվել եք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ավելին ընդունվել եք օպերային բաժին։ Քանի որ ես սովորում էի երաժշտական դպրոցում, հատուկ մշակման ձայնի պահպանման Դավիթ Զալյանի 17 դպրոցը, եւ արդեն 16 տարեկանում ես երգում էի արյաներ, օպերային ձայնով եւ Տաթևիկ Սազանդարյանը, քանի որ չկար մեծո սոպրանո, ինձ ընդունեցին փոքր տարիքում արդեն կոնսերվատորիա։ Դա ձերը չէր, որ դուք։ Դա իմն էր։ Իսկ ինչու թողեցիք։ Ինչու թողեցի։ Եվ այսօրվա ձեր երաժշտությունը Ասեմ, որևէ ես վազեցի հեշտ գումար վաստակելու միջոցին, որովհետև այդ ժամանակ արդեն ինձ, երբ որ թողեցի, ինձ գումար վաստակել էր պետք եւ ես ավելի հեշտ ճանապարհը բռնեցի։ Փոշմանում եք այդ կայացրած ճանապարհի Ես համար։ երբեք ոչ մի բանի համար այս կյանքում չեմ փոշմանում, որովհետև որոշումները իմն են եղել, ինչի վերաբերյալ ուզում լինի, սխալ, ճիշտ, դա իմ որոշումն է եղել եւ ես արել եմ։ Բացահայտումների շարքին կարող եմ նաև դասել այն, որ ձեզ նայելով դժվար է պատկերացնել, որ մի շրջան է եղել ձեր կյանքում, երբ դուք վախկոտ եք, ամենայն դեպս դուք այդ բառը օգտագործել եք ձեր նկարագրելիս։ Վախկոտ եք, ամաչկոտ եք, որովհետև մենք այլն առ ենք տեսնում։ Ինչպես կարողացաք հաղթահարել բոլոր այդ բարդույթները, չէ՞ որ դրանք ինչ որ առումով նաև բարդույթներ էին ձեզ համար։ Գիտեք, միգուցե կյանքը տաշեց։ Ես ունեցել եմ փոքր ժամանակվանից, այո, վախկոտ եմ եղել, բայց միևնույն ժամանակ շատ իմ ասացի եմ եղել, որ ասում եմ կապրիսնի երեխա եմ եղել, շատ իմ ասացի, բայց հետո կամաց կարողացա ուղղակի հաղթահարել։ Պայմանները ստիպեցին։ Իդեպ ես նկատել եմ, որ դուք միշտ անկեղծ եք պատասխանում եւ որևէ թեմա կարծես թե չկա, որ դուք ցանկանում եք շրջանցել։ Բայց դուք երբեք չեք խոսում ձեր խնդիրների մասին, նշում եք, որ դրանք ձերն են։ Բայց փոխարենը դուք ես խնդիրները հասկանում եք, իրոք յուրաքանչյուրի խնդիրը իրանն է։ Պետք չի ամեն ինչ են հոգու խորքու են առանձին մասեր կան, որ նրանց ձեռք տալ պետք չի, եւ ծանրաբեռնել դիմացինին պետք չի, միևնույնն է, չի կարող օգնել։ Խնդիրները դա մերն են։ Մենք ավելի լավ է միմյանց պարգևենք, միայն բարիություն, միմյանց ժպտանք, դրանով փոխանցենք դրական էներգետիկա, իսկ դուք ձեր խնդիրները կհաղթահարեք, ես իմը։ Այսինքն ժամանակին դուք չեք ունեցել այն ձեռքը, ով կտես կօգնի, այդ պատճառով եք դուք եկել այդ եզրահանգման, որ յուրաքանչյուր մարդ ինքն է լուծում իր խնդիրները։ Յուրաքանչյուր մարդ ինքը միայն իր որոշումներով է ինքը կարողանում, նախ ինքը իրեն հարց պետք է տա, ինքը ինչ է ուզում եւ ինչին է ձգտում եւ ինչի համար է ձգտում է, որ դրանից հետո ինչ լինի։ Եվ այդ հարցերով դու ինքդ քեզ ինչ ես ուզում ես կյանքում գծում ես, հասնում ես, եթե հիմա չի ստացվում, չես հուսահատվում, շարունակում ես։ Այն ինչ դուք ցանկացել եք տարիների ընթացքում, կարող ենք ասել, որ իրականացել է։ Իհարկե։ Իսկ ինչի եք ձգտում այսօր, ինչ եք ուզում հիմա։ Շատ բաներ, շատ երբեք ինձ մեջ չի դադարում այդ ձգտումը։ Եթե դադարեց, այդ նշանակում է ես մահացել եմ։ Ուրեմն ես չեմ ապրում։ Կարևորը որ միշտ ցանկությունը լինի, միշտ ձգտումը լինի, աշխատասիրությունը լինի, բարիությունը լինի, սերը լինի, շատ կարևոր է։
եւ անտարբերություն չլինի։ Դուք այդ մասին հաճախ եք խոսում, դուք Որովհետեւ ինձ շատ նեղություն է տալի այդ անտարբերությունը այսօրվա։ դուք հաճախ եք բախվում դրան։ Բոլորս ենք բախվում արդեն դրան, դառել է սովորական, մեկ էլ նկատում ես, որ տեղ դու էլ ես տենց դառնում։ Անտարբերություն ասելով ինչ նկատի ունեք։ Մի փոքր ավելի փակագծերը բացեք։ Ինչն է ձեզ այդ անտարբերության մեջ ամենից շատ անհանգստացնում։ Այսօր ցավոք սրտի, այո, կենցաղը ստիպում է մարդկանց ավելի անտարբեր դառնալ։ Դա է պատճառը, որ դուք կարելի է ասել երկու երկրներում եք ապրում, եւ Լիբանանում, եւ Հայաստանում, որովհետեւ կարծում եմ, որ կենցաղների տարբերություն կա, մարդկանց տարբերություն կա, շփման տարբերություն կա, Գիտեք, ինձ հետաքրքիր է։ Ես միշտ սիրել եմ ճամփորդել եւ ընդհանրապես դրսի կուլտուրան վերցնել, իմ միջով անցկացնել եւ իբրև հայ վերարտադրել արդեն ուրիշ ձև։ Այո, ճիշտ է կուլտուրան խառնել եւ բայց վերարտադրել քո մեջով իբրև քոնը։ Ճամփորդությունը չի թողում, որ ես կոպիտ ասած ստեղ շատ այս կենցաղի հետ մխրճվեմ։ Որը ցավոք շատ հաճախ գործ է։ Իմ բախտը ուղղակի բերել է, որ ես կարող եմ ժամանակ առ ժամանակ, երբ որ ծանրացա, գնամ, լիցքավորվեմ, գամ, կարողանամ շարունակել, ուղղակի իմ բախտը բերել։ Գնում եք լիցքավորվելու, ասացիք, իսկ ինչի համար եք հատկապես վերադառնում, ինչի պակասն է, որ զգում եք եւ չեք կարողանում։ Ես իմ քաղաքը շատ եմ սիրում, ես չեմ կարող։ Գիտեք, ես այստեղ եմ լիցքավորվում, ամենտեղ լիցքավորվում եմ։ Հարցը չէ, հարցը այն է, որ ես իմ քաղաքը շատ եմ սիրում։ Կարևոր չի ինքը լավն է, վատն է, ինքը իմն է։ Նարա դուք ծնվել եւ մեծացել եք Երևանում։ Ծնողներս էլ են ծնվել, մեծացել Երևանում, իսկ պապերս գաղթել են Վանից։ Ինչպիսին էր Երևանը այն տարիներին, երբ դուք փոքր եք եւ առհասարակ հետաքրքիր է իմանալ ինչպիսին էր Նարան փոքր։ Երևանն այդ ժամանակ իմ համար շատ անդարտ էր, քանի որ ես փոքր էի, ինչպես փոքր բալիկները, բոլոր հոգսերը ծնողներն էին անում, իսկ դու վայելում էիր կյանքը։ Եվ ինչպիսին էր ձեր մանկությունը։ Ես շատ լավ մանկություն եմ ունեցել։ Մենք ընտանիքում 3 երեխա ենք եղել, ես միջնեկն եմ եղել։ Դուք տարբերվում եք մյուսներից, որովհետև այն Այո, մարդիկ ես երեխաների մեջ։ Հա, ես ամենախելոքն էի։ Բոլորի վրա ջղայնանում էին, իմ վրա չէին ջղայնանում, որովհետև ես շատ խելոք էի։ Իսկ այդ սերը դեպի բեմը, դա կար հենց փոքրուց, թե դա տարիների ընթացքում արդեն հասկացա։ Չէ, քանի հասկացա։ որ փոքրուց ինձ երաժշտական դպրոց էին տանում, ես էլ արդեն երգելը սիրում էի, դա էի ուզում եւ ընտրեցի այդ ուղին։ Այսինքն ձեր ծնողների համար զարմանալու չէր, որ մեկ օր դուք հայտնվեցիք բեմում։ Քանի որ 7 տարի մամաս տանում էր երաժշտական դպրոց, առավոտյան տանում էր դպրոցից հետո տանում էր երաժշտական դպրոց, երեկոյան տանում էր խորի, այսինքն իրանք էին այդ Դե մենք գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ երեխաները ավարտում են երաժշտական դպրոցներ, բայց չեն շարունակում, այսինքն բոլոր մարդիկ չեն դառնում երգիչներ, այն էլ հայտնի։ Նայած ում հոգու մեջ ինչ ա դրված, ինչ ա ուզում իրեր հոգին։ Նարա, դուք նաև մեկ անգամ ասել եք, որ չեք հավատում, որ երջանկությունը կարող է կատարյալ լինել։ Դուք հենց այս պահին երջանիկ եք, բայց միշտ ինչ որ մի բան պակասում է մարդուն։ Ես ամենայն դեպս դա հասկացա։ Որպես զրույցի վերջաբան, ի՞նչն է այսօր պակասում կատարյալ երջանկության համար։ Շատ բաներ։ Մի բառով չես կարող դա ասել։ Երջանկությունը դա պահ է, լավ է, ընդհանուր կարող ես ասել կայացած եմ, ընդհանուր կարող ես ասել երջանիկ եմ, եթե մահ չկա, հիվանդություն չկա, էս չկա, այն չկա, բայց ընդհանուր միշտ մի բան պակասում է երջանկության համար։ Որովհետև միշտ ձգտումներ ունես, միշտ ավելին ես ուզում, միշտ դա քեզ չի գոհացնում, չի բավարարում, հենց դա է շարժիչը կյանքի, որ դու ավելի բարձր եւ բարձր ես գնում։ Եթե դու բավարարվես նրանով, ինչ որ դու ունես, դու հետ կգնաս, ոչ թե առաջ։ Կարծում եմ դուք նաեւ այս պահին արդեն երջանիկ տատիկ եք, ունեք թորնիկ եւ միգուցե ձեր հաղորդումը միջև արդեն գնա, երկրորդ թորնիկս կծնվի։
Դիքը կրկնակի երջանի տատիկ ունեք, նախապես դեռ չեմ շնորհավորում, բայց ամեն դեպքում ձեզ նայելիս գաղտնիք չէ, ես նորություն չեմ ասում, դժվար է պատկերացնել, որ դուք տատիկ եք։ Եվ այն կանայք, ովքեր կին են բառից բուն իմաստով, գեղեցիկ են, խնամված են, շատ դժվար են տանում այդ անցումը, երբ որ նրանք արդեն որքան էլ որ ուրախանում են թորնիկների լույս աշխարհ գալու կապակցությամբ, բայց այդ տատիկ բառը կարծես թե նրանց համար չի, այդ անցմանը դժվար են համակերպվում։ Ընդհակառակը դա երջանկություն է, երբ որ դու տեսնում ես քո երեխայի շարունակությունը, դու տեսնում ես նրա շարունակությունը։ Հիմա իհարկե տատիկ ես, սիրում ես, ասում ես, ուրախանում ես, որ արդեն ինքը սկսել է խոսալ, քեզ տատիկ է ասում, դու այդ բառերի վրա ուրախանում ես, դա երջանկություն է։ Ինչ բացահայտեցիք ձեր մեջ արդեն տատիկ դառնալուց հետո։ Ոչինչ։ Դուք նույնն առանեք նոր որակներ, որովհետև կարծիք կա, որ տատիկները շատ ավելի շատ են, նույնիսկ ավելի ջերմ են լինում, քան մայրիկները։ Չէ։ Ոնց կարող է տատիկը մայրիկից ջերմ լինել։ Ոչ։ Տատիկը մնա տատիկ, մայրիկը մայրիկ, այնպես որ ես համաձայն չեմ։ Երբ որ ասում են, որ թորանը երեխայից շատ են սիրում, դրա հետ էլ համաձայն չեմ։ Ես այդ մասին էի խոսում, այդ կարծիքը կա ամեն դեպքում։ Ամեն մարդ այս կյանքում ունի իր ուրույն տեղը, այնպես որ պետք չի տեղերը խառնել։ Իսկ թորնիկին ժամանակ հասցնում եք հասկացնել։ Այո, գնում եմ, սիրում են, բերում եմ, սիրում եմ, քանի որ պահելը չեմ պահում, բայց սիրում եմ, քանի որ մենք առանձին ենք ապրում եւ իրենք երիտասարդ են, իրենք են ուզում վայելեն այդ իրենց երջանկությունը։ Իսկ ինձ ասում են դու արի միայն սիրի, պահելը մենք կպահենք։ Թերևս լավագույն պարտականությունը ձեր ուսերին է, միայն գնալ սիրելը։ Այո։ Շնորհակալ եմ ձեր անկեղծ զրույցի համար, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք, ժպտում եք եւ վարակում եք մեզ լավ տրամադրությամբ։ Շնորհակալություն նմանապես։ Եվ վերջում նկարահանմանն աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արամի 42 կոտորակ 1 հասցեում գործող Նավավար Ձկնալի ըմպելարանին։ Իսկ իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն Ստուդիո 212 էսթետիկայի եւ գեղեցկության սրահին։ Հասցե Թումանյան 12 կոտորակ 1։ Կհանդիպենք։